Փրկիչ ծնվեց մեզ։ Փրկիչ ծնվեց մեզ։ Փառք Աստծուն, եկեք փառք տանք Աստծուն։ Իրոք զարմանալի է։ Զարմանալի է։ Եկեք բացենք Ղուկաս ավետարան 2-րդ գլխից, 2-րդի 4-ից կարդանք։ Կարծես թե ամեն բան ասվել է բեմականության միջոցով, խոսնակների միջոցով, բայց այնուամենայնիվ մի երկու բառ կուզեմ կիսվեմ ձեր հետ։ Տեսեք, ես Google-ին եմ հարցրել, ինձ եմ հարցրել, ինչ է ծնունդը, սուրբ ծնունդը, ում համար ինչ է։ Կուլտուրное приобретение, ինչ-որ հեղինակային փոփոխություն, շատ բաներ կա, որ բնութագրել է Google-ը և արհեստանական բանականությունը, շատ ձևերով բնութագրել է, բայց ոչ մեկ չի կարող բնութագրել Տիրոջը, այնպես ինչպես ապրումներ ունեցողը, ով որ վերապրել է այդ հանդիպումը, ով որ ճաշակել է, ոչ մի արհեստական բանականություն չի կարող ճաշակի Աստծուն, չի կարող նկարագրի Աստծուն, այնպես ինչպես կարաս նկարագրես դու քո Աստծուն, իր գործերով քո կյանքում, իր հրաշքներով քո կյանքում, ոչ մի բանը չի կարող նկարագրի, այնպես ինչպես դու քո վերապրածով կարաս նկարագրես Աստծուն, փառք Աստծուն։ Ղուկաս ավետարան 2:4-ից Հովսեփն էլ Գալիլեայցի Նազարեթից քաղաքից գնաց Հուդայի Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ էր կոչվում, որովհետև նա Դավթի տնից ու սերնդից էր, որպեսզի այնտեղ արձանագրվիր իր ինչ նշանած Մարիամի հետ, որը հղի էր։ Կներեք ինձ, ես մի քիչ լարված եմ ու կարդում եմ հայերեն։ Երբ նրանք այնտեղ էր ծննդաբերելու օրերը լրացան, և ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց և դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանատանը նրանց համար տեղ չկար։ Պատկերացնում եք։ Մեր փրկչին հյուրանոցում տեղ չկար, ամբողջ քաղաքում տեղ չկար, որ պարկեր։ Մսուրը ես պատկերացրել էի, ճիշտը որ ասեմ, ես միջև վերջին ես խոսքին պատրաստվելուն, ես մսուր գիտեի լյուլկանա, որ երեխուն օրորում են։ Հետո ես բացեցես մսուր ինչ է իասնի։ Մսուր կովի ուտելիքի տեղն է, փաստորեն։ Փաստորեն մարդու որդին գլուխ դնելու տեղ ծնված օրվանից չի ունեցել։ Ծանր է, չէ հասկանալ այդ ամեն ինչը, որ փրկիչը ոչ մի բան չի արել, ոչ մի վատ բան չի արել, բայց ծնվել է ամենացածր տեղում, այնտեղ որ խոնավ է, ցուրտ և կեղտոտ, ինչպես ասեց մեր Ագապեն։ Այնտեղ դաշտում մնացող հովիվներ կային, որոնք գիշերը իրենց հոտերն էին պահում։ Եվ ահա Տիրոջ հրեշտակը նրանց առաջ կանգնեց։ Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը և մեծ վախ ապրեցին։ Եվ հրեշտակը նրանց ասեց. մի վախեցեք, որովհետև ես ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու։ Այսօր Դավթի քաղաքում ձեզ համար փրկիչ ծնվեց, որ օծյալ Տերն է։ Սա ձեզ համար նշան կլինի։ Մի երեխա կգտնեք, խանձարոտով փաթաթած և մսուրի մեջ դրված։ Եվ հանկարծ այն հրեշտակը հետ հայտնվեց երկնքի զորքի և հանկարծ այն հրեշտակի հետ հայտնվեց երկնքի զորքի մի բանակ, որ երգում էր Սուրբ է։ Փառքը Բարձրյալ Աստծուն, երկրի վրա խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն։ Պատկերացնում եք,
Պարադոքս է, ուղղակի պարադոքս է։ Մի կողմում Մսուրում ծնված փրկիչ իր խոնար ծնողների հետ միասին, որոնք գլուխները կախ գոմում գիտակցելով, որ փրկիչ է ծնվել իրանց, ծնողները գիտակցում են, որ փրկիչ է ծնվել, Մարիամն էլ գիտեր, Հովսեփն էլ գիտեր, բայց խոնարհաբար Մսուրում պահում էին իրանց որդուն։ Իսկ մյուս կողմում հրեշտակ երևաց կներեք էլի, կակոյնիբուց ոչխարի առածող հովիվներին։ Ինչ-որ մեկին, ասեց գնացեք և փառք տվեք, փրկիչ է ծնվել ձեզ։ Հետաքրքիր է, չէ՞։ Խի, ինչի սենց ցածրից սկսեց Աստված։ Ինչի ամենացածր խավից, ամենաանտեսված մարդկանցից, ամենացածր տեղից սկսեց ինքը իր բարձրանալը, որտեղ ինքը փառքեր չէր փնտրում իր համար։ Նա փառքեր չէր փնտրում իր համար, նա փնտրում էր մեր սրտերը։ Շատ դժվար է խոսալ, իրոք ամբողջ քարոզս մոռացել եմ, ինչ որ պատրաստվել էի։ Ամբողջ քարոզս հիմա ուզում եմ կենտրոնանամ հիշեմ, ինչ եմ պատրաստվել, մի բառ չեմ կարող հիշեմ։ Ուղղակի տեղեր եմ նշել, որ շատ կարևոր է մեր համար։ Այսօր հաղորդություն ենք ունենալու եւ Փրկիչը մեզ համար ծնվել է, որ մեր հետ հաղորդակցություն ունենա։ Առաջի Կորինթացիս 1:9 ասում որ նա կանչեց մեզ հաղորդակցվելու։ Եվ միակ պարադոքսային է, որ Մատթեոս 1:23-ում ասում է կծնվի որդի եւ կդնի անունը Էմանուել, որը նշանակում է Աստված մեր հետ է։ Աստված միջև Աստծո ծնվելը, Աստված շատ հեռու էր մեզ թվում։ Մեզ ասելով այդ ժամանակահատվածի մարդկանց միջև ծնվելը ահավոր հեռու էր թվում Աստված։ Միջև անհասանելի ինչ-որ մի տեղ էր։ Բայց Հիսուսի ծնվելով նա թողեց մեզ ժառանգություն իր հոգին, իր շփումը։ Նա կանչել է մեզ շփվելու։ Աստված մեզ հետ է։ Աստված մեզ հետ է, ժողովուրդ։ Հին ուխտի ժողովուրդները շատերը զրկված են եղել այս առավելությունից, այս հաճույքից, այս պրիվիլեգիայից զրկված են եղել Աստծո հոգու հետ շփվելու։ Իսկ մենք այսօր հնարավորություն ունենք շփվենք նրա հետ, հաղորդակցվենք նրա հետ, ստանանք նրանից անձամբ, ինքը կանչել է մեզ հաղորդակցվելու, կանչել է մեզ շփվելու։